Բասաբաններն տեղեկացրել են հաստատական նիստի վայրի և ժամանակի մասին, դրանով ավարտվել է ֆունկցիան, տեղեկացնելու, այսօր 3 չեմ խոսացել, այսօր չեմ խոսացել, ինչու չկան, տեղեկություններ չունեմ։ Հաշվի առնելով որ դատարանը ոչ թե ապավինել է ձեր տեղեկացնելու, ոչ տեղեկացնելու, նաև ծանոթել է ձեր պաշտպաններին, Երեմ Սարգսյանին, Հունան Բաբայանին և Արամ Մոդելյանին այսօրվա դատական նիստի և վայրեջանի մասին նրանք հաշվել ծանոթացել։ Նախորդ դատական նիստին պաշտպանները երևի չկային, դեպի մենակ միայն Արամ Մոդելյանից ով աշխատանքային ծառայության պայմանները չկայացել, ձեր մյուս երկու պաշտպանները ևս ներկա չէին։ Դուք նշեցիք, որ առնչություն չուներ, որ դատական նիստը ձեր պաշտպանների բացակայություն շարունակվի, սակայն հաշվի առնելով որ հանրային մեղադրող փոխվել է և հանրային մեղադրողը գրավել, դատական նիստը տեղի չունեցավ։ Այդ ձեր մյուս երկու պաշտպանների մասին գործությունների մեջ չկային, Երեք Սարգսյան Հունան Բաբայանի տեղեկացուցիչ, պատկերավոր մեջ չուներ։ Աշխատանքային ծանոթալու ասացում եմ։ Այլ մեղադրող ներկայացել Նախապես նշանակված դատական նիստի մասնակցելու հանգամանքով պայմանավորված դատական նիստը հետաձգել, բացակայությունը անհրաժեշտ նույն գերիցանակից նաև ներկայացվել էր 2020 թվականի ամսաթվով գլխավոր դատախազի կողմից կառավարության դատարանի դատավոր գործազանի հասցեագրերի վարչություն համաձայնվողի դատարանի վարչությունքով հրապարակ 0010-01-01-22 գործով հրավերքի պաշտպանությունը դատախազության մասին համաձայնության դատածի մասով հանձնարարվել է Արման Բաղդասարյանին։ Արման Բաղդասարյանն աշխարհում դատական նիստի ներկա չէր եղել և ըստ էության գործով սա ձեր առաջին մասնակցությունն է։ Դատարանը Ես չունեմ, բայց պաշտպաններից որոշում չգիտեմ։ Ձեր պաշտպաններին տեղեկացրել եք, որ հանրային մեղադրողը փոխվել է։ Այո։ Այն ենթադրել, որ պայմանականների հետև հանրային մեղադրողի փոխման պայմանավորված հանրային մեղադրողի նկատմամբ բացառիկ ունենալու միջնորդություն։ Չլսեցի ուշադրությունը հրավերել։ Դատարանը տվյալ հարցերում է։ Քանի որ ձեր պաշտպանները տեղեկացված են, որ հանրային մեղադրողը փոխվել է,
ներկամանալու պատճառների մասին, որ տեղեկություն դատարանում հայտնի չէ, նշում է, որ ձեզ ևս հայտնի չէ, այսօր եւ երեկ չեք խոսում դրանց հետ։ Դեռ նրանք ոչ է ծառայված եղել այսօրվա դատական նստավարժանի մասին, որ եթե նոր հանրային մեղադրի նկատմամբ բացառική միջնորդություն ունենային, օրինակ ներկամանալ դատական նստում։ Ենթադրաբար, այո, բայց դա ընդհանրին ենթադրությունն է վաճառել։ Հաշվառնելով, որ դատարաննստում գործող դատականությունը ավարտվել է, գործի քննությունը գտնվում է եզրափակիչ փուլում, դատարանության մասնակիցները հանրային մեղադրողը և պաշտպանության կողմը հանդես են եկել համապատասխանաբար մեղադրել և պաշտպանական վիճառերով, և ըստ էության գործի քննությունը հետաձգվել էր Ամբաստանյանի վերջին խոսքը լսելու համար։ Ամբաստանյանի վերջին խոսքը լսելու ժամանակ նրան հարցեր չեն տրվում, չի ընդհատվում, բացառապես այն դեպքերում, եթե գործին չվերաբերող բոլորովին նաև ֆակտի մասին կարող է Ամբաստանյանը իր խոսքը արձանագրել։ Դրանից հետո դատարանը հրավիրել է խորհրդակցական սենյակ դատավանդը ներկայացնել, հետևաբար այս պայմաններում դատարանը գտնել, որ պաշտպանների ներկայության պայմաններում նրանց ներկայությունը որևէ բան չի կարող փոխել, քանի որ լսելու ենք Ամբաստանյանի վերջին խոսքը։ Հանրային մեղադրողի պարագայում հանրային մեղադրողը ըստ դատարանի ընկալման գնահատման քրեադատարական օրենսդրության դրույթները հաշվի առնելով այս փուլում բացառապես 31 գործողություն կարող է կատարել, եթե մեղադրողը համակարգիչ չէ դատարանի հետ կարող է այդ մասին բարձրաձայնել, հրաժարվել մեղադրանքից։ Կարծում նման որևէ այլ բան ունեք ասելու։ Այսինքն այն մեղադրողները չունեն այնպիսի գործիքակաց այս փուլում, որ նրա գործունեություններով պայմանավորված նավի բացարկել կապված հարց բարձրացվի, դա դատարանի գնահատումն է, ինչքանով դրա հետ համաձայն քննենք թե չէ, բայց նկատում ունենալով այսօր դատարանը պետք է լսի Ամբաստանյանի վերջին խոսքը, գտնում է, որ պաշտպանների բացակայությունը ոչինչ չէ, գործի քննությունը շատ բարձր։ Լսում ենք սպառնում։ Ես որոշում եմ կայացրել հրաժարվել վերջին խոսքի իրավունքից, սակայն այսօր մամուլում մի տեղեկություն հաշվողս եկավ, ուզենամ շատ կարճ 2 րոպեի ընթացքում ներկայացնել իմ վերջին խոսքը, հաշվի առնելով այդ փոփոխությունը։ Այսօր Սանչոս Միրսեյանը կայքը ժամը 14:23 դեռ մեկ ժամ չի վերացել։ Մի նյութ է հրապարակել և սերեկություն։ Փաշինյանի ձայնով թուրքերեն խոսքը գեներացված է արհեստական բանականության միջոցով և հոդվածն է, ես ընդհանուր օրնանի երկրակացի, որոտարկվում է կարողություն դա, կարպատալ, նյութը և ինչու մեջ դրեցի այս, ինչու եմ նշում այս մամուլում դեր գտած հրապարակումը։ Որևէ ապացույց այն մասին, որ այն ձայնագրությունը, որ ներկայացրել է կան, որ այդ ձայնագրությունը չի գեներացվել արհեստական բանականության միջոցով, քրեական գործի նյութերում առկա չէ։ Ընդ որում, ինչու է այս նյութը կարևոր իմ կարծիքով, որովհետև այնտեղ նշվում է, որ տեսագրությունն է գեներացվել արհեստական բանականության միջոցով և շուրթերի շարժումը և այդ շուրթերեն խոսքը բավականին որակյալ դարձավ։ Դա նշանակում է, որ շատ ավելի հեշտ է արհեստական բանականության միջոցով գեներացնել
ձայնագրություն, այլ ոչ թե տեսագրություն։ Գործում չկա ապացույց, չկա փորձաքննություն, այն մասին, որ դա արհեստական բանականության միջոցով չի արվել, գործում չկա ապացույց, որ դա Ռուբեն Վարդազարյանի խոսքն է, որ դա մոնտաժված բառը այլ նրա մոնտաժ։ Չկա ապացույց, չկա փորձաքննություն, որ այդ ձայնագրությունը մոնտաժված չէ։ Ավելին ասեմ, վստահ եմ, որ այս տեղեկությունը, որ ես հայտնեցի նախագահ դատավորին չի հետաքրքրում, սակայն ավելի շատ խոսքը ստուգված էր մամուլի ներկայացուցիչներին, վերադաս արձաններին և ավելի շատ երևի թե մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այսքան շնորհակալություն։ Ամբաստանի վերջի խոսքը լսությունները դատարան հայրավի ողջացական սիրին ներկայացնելու կատերինալով, որ ամբաստան Ռուբեն Վարդազարյանը հանդես եկավ վերջին խոսքով, ավարտեց են, ուստի դատարան հայրավի ողջացական սիրին դատավերջի կայացնել։ Դատավերջը կհրապարակվի վաղը 2025 թվականի մարտի 18-ին ժամը